նույն փարաքարում տեղի ունեցածը ինքը հարցեր է բարձրացնում, բայց բնականաբար այդ հարցերը ինձ են հետաքրքրել եւ անհանգստացրել։ Իդեպ հետևություններ արել եք ձեր գիտեք հետևություններ անելու մասին, թող արդյունքում կունենանք կանենք համապատասխան հետևություններ, պաշտոնանկությունների տեսքով։ Այո, ես կարծում եմ տեսանելի է, որ նաեւ պաշտոնանկություններ են եղել, բայց ես ուրիշ բան եմ ասում։ Հիմա նույն փետրվարին տեղի ունեցած իրադարձություններ են եղել Փարաքարում, որ զոհ է եղել։ Հիմա այդ գործով 14 մեղադրյալ կա եւ դատավարությունը ընթանում է։ Բայց մեղադրյալների մի մասը ընդհանրապես կալանքի տակ չի, մյուս մասը տնային կալանքի տակ է, մյուս մասը կարծեմ, եթե չեմ սխալվում, տեղեկանքից ոնց որ թե մի հոգի է, որ կալանքի տակ է կամ գուցե մյուս կողմից մենք անդադ քննարկում ենք, թե ինչքանով մեր բանտերը պետքա ծանրաբեռնված լինեն։ Մենք դեպքեր ունենք, երբ որ հանցագործություն են կատարում մարդիկ, ովքեր այդ պահին ամբաստանյալի կարգավիճակում են դատարանում։ Դե մեր քննչական մարմիններն էլ եւ ոստիկանությունն էլ շատ հաճախ այդ հարցը բարձրացնում է։ Ասում են, որ այն որ խափանման մեղ միջոցներ են կիրառվում, այդ մարդիկ գալիս հանցագործություն են անում, ինչու պետքա պատասխանատվություն լինի միայն ոստիկանության վրա։ Իսկ ինչու ովքեր չարթարացված, ինչպես հետագայում պարզվում է, մեղ խափանման միջոցներ են ընտրում, իրենք չպետք է պատասխանատվություն կրեն։ Կա նաև ուրիշ խնդիր, ընկալման հարցը, որովհետև մեր ավանդական ընկալումներն է, որ եթե մարդը բանտում է, ուրեմն ինչ որ process կա, եթե ազատության մեջ է, այսինքն ֆիզիկապես քայլում է, ուրեմն վերջ։ Սա էլ արդարադատության ստանդարտի հարց է։ Մենք պետք է հասկանանք ինչքան եւ ինչ դեպքերում ենք մարդկանց ուզում կալանքի տակ պահել եւ որ դեպքերում է որ կարելի է նաեւ այլընտրանքային խափանման միջոցներ ունենալ։ Սրանք լուրջ խնդիրներ են, որոնց պատասխանները մենք պետք է գտնենք, բայց առանցքում պետք է լինի ժողովրդավարությունը, որովհետեւ մյուս կողմից ասում են այս բռնապետությունը։ Այնա բանտերը լցնում է այս իշխանությունը մարդկանցով։ Բանտերը մյուս կողմից ասում են ամենաթողությունը ազատության մեջ են։ Հասկանում եք, սրանք շատ լուրջ դիլեմաներ են։